Վարելու իրավունքի վերականգնման դիմումների եւ վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխություններն այսօրվանից մտել են ուժի մեջ։ Օրենքի շահառու են հանդիսանալու այն մարդիկ, որոնք վարելու իրավունքից զրկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված եւ ուժի մեջ մտած վարչական ակտով։ Երկրորդ շատ կարեւոր նախապայմանն այն է, որ այդ վարելու իրավունքը անձին պետք է տրամադրված լինի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից։ Հիշեցնենք, որ մինչև այս փոփոխությունները վարորդական իրավունքից զրկված վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում, պահանջելով վերականգնել իրենց վարելու իրավունքը։ Մայիսի կեսերին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելով վարորդների հետ խոստացավ, որ վարորդական իրավունքները կվերադարձվեն, բայց որոշակի պայմաններով։ Եթե այդ մի տարվա ընթացքում չի զրկվում, բանից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական լիարժեք ռեժիմի, այսինքն 13 բալով։ Մի րոպե։ Եթե այս 13 բանից հետո էլի ինչ-որ պատճառ զրոյանում է, այսինքն զրկվում է, դրանից հետո արդեն ոչ մի տարբերակ չկա, առանց քննության հնարավոր չի լինում վերականգնել։ Պայմանավորվեցին, խմել չկա։ Զրկման ժամկետը ավարտվելուց հետո 1 տարվա ընթացքում անձը կարող է դիմել, վճարել համապատասխան պետական տուժք, որը սահմանված է 50,000 դրամի չափով, եւ այս պարագայում առանց որակավորման քննությունների նրա վարելու իրավունքը վերականգնվում է, սահմանվում է վերականգնման օրվանից սկսած 1 տարվա փորձաշրջան, եւ քանի որ ես իմ խոսքում արդեն նշեցի, որ սա սահմանափակ հնարավորություններով փորձաշրջան պետք է լինի, 13 միավորի փոխարեն անձին տրամադրվում է 6 միավոր։ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ ներկայացնելով օրենքի անցումային դրույթը ասաց, որ օրենքի կարգավորումները կտարածվեն նաև 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ, իսկ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը զրկված անձինք չեն կարող օգտվել այս իրավունքից։ Ինչով է պայմանավորված հենց 2020 թվականի հունվարի 1-ը ընտրելը եւ օրենքի նախագծով ներկայացնել ազգային ժողովի քննարկմանը, դա այն ամսաթիվն է, երբ ներդրվել է տուգանային միավորների համակարգը Հայաստանի Հանրապետությունում։ 20 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք, ում զրկման ժամկետը լրացել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն մինչև այսօր, սկսած այսօրվանից հուլիսի 6-ից 1 տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման քննական ստորաբաժանում եւ վերականգնել իրենց վարելու իրավունքը կրկին նույն պայմաններով, այսինքն վճարելով 50,000 դրամի չափով պետական տուժք, ստանալով 1 տարվա կտրվածքով 6 տուգանային միավորով փորձաշրջանի ժամկետ։ Նշենք, որ այս հնարավորությունից անձը կարող է օգտվել բացառապես 1 անգամ, իսկ այս պահին օրենքի պոտենցիալ շահառուների թիվը մոտ 18,000 է։ Զրկումների քանակի գերակշիռ մասը վերաբերում է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքերին։ Ի հավելումն Ռուսլան Մարանդյանն ասաց, որ սա վարորդին պետության կողմից մեկնած ձեռքն է, որպեսզի վարորդներն այս փորձաշրջանի ընթացքը համարեն ինքնադրսևորման եւ վստահության ապացուցման մի շրջան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։